MA-շին ընկերությունը դեռ կես տարեկան էլ չկար, երբ Արենիի համայնքապետարանից սկսեց միլիոնների պատվերներ ստանալ։ Շինարարական կազմակերպության հիմնադրումից մի քանի ամիս անց 4 պայմանագիր է կնքվել Արենիի համայնքապետարանի հետ ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Ընկերության սեփականատերը Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հայրն է, Խաչիկ Ասատրյանը։ AM-շինը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Առաջին պայմանագիրը համայնքապետարանի հետ կնքել է 2026 թվականի ապրիլին Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համար։ Պայմանագրի արժեքը 5 միլիոն 400 հազար դրամ։ Միայն հունիսին ընկերությունը համայնքապետարանից ստացել է ևս 3 պատվեր։ Ռինդ եւ Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցման համար հայտարարված մրցույթի 2 չափաբաժիններով էլ հաղթել է MA-շինը։ Պայմանագրի արժեքը 43 միլիոն 300 հազար դրամ։ Ռինդի ոռոգման արժեքի ցանցի կառուցման մրցույթում ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Այստեղ պայմանագրի արժեքը 59 միլիոն 500 հազար դրամ է։ Եվս 25 միլիոն 600 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է Ռինդում ռեզերվուարի 2 կապտաժների կառուցման եւ խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի նորոգման համար։ Այսպիսով, հիմնադրումից ընդամենը մի քանի ամիս անց MA-շինը Արենիի համայնքապետարանից ստացել է 4 պայմանագիր, ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Մենք էլեկտրոնային մրցույթ ենք հայտարարում։ Էլեկտրոնային մրցույթը դու չգիտես ով եւ ոչ մեկ չգիտի ով կարա մասնակցի ինչ անի։ Շինարարությունը մրցույթը կայանալուց հետո նոր արդեն բարձրանում է շինարարն ով է մեկով ես ոնց պետք է իմանամ։ Համայնքի ղեկավարի խոսքով մրցույթների ընթացքում իրենք չեն իմացել, որ հաղթող ընկերությունը պատկանում է Մհեր Ասատրյանի հորը։ Ասում է, գնումների գործընթացով զբաղվում են համապատասխան մասնագետները, իսկ համայնքապետի տեղակալը դրանց չի մասնակցել։ Սակայն հարց է առաջանում, այս դեպքում համայնքապետարանում քննարկվել է արդյոք հնարավոր շահերի բախման հարցը։ Հուսիկ Սահակյանի խոսքով սկզբնական փուլում նման քննարկում չի եղել։ Այս հրապարակումից հետո կանչել են բոլորին ասում իսկապես կարող է շահերի բախում կա, մենք բաներ կա չենք իմացել, ոնց կարելի է այդպես բան, միանշանակ ասում որ մենք գործել ենք օրենքի սահմաններում, մենք ոչ մի օրենքի խախտում չենք արել։ Համայնքապետը վստահեցնում է, մրցույթներն անցկացվել են օրենքի սահմաններում, իսկ ընկերության նորաստեղծ լինելու հանգամանքը նրա խոսքով ինքնին խոչընդոտ չէ, եթե այն ունի անհրաժեշտ լիցենզիաներն ու հավաստագրերը։ Մինչդեռ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանն ասում է, ինքը տեղյակ է եղել, որ հայրը պատրաստվում է շինարարական ընկերություն հիմնել եւ մասնակցել Արենիի համայնքի մրցույթներին, սակայն նրա խոսքով կոնկրետ մրցույթների մասին ինքը տեղեկություն չի ունեցել։ Իր տնօրենն է զբաղվում այդ գործընթացներով, ես էլ հիմնական աշխատանքի բերումով քիչ առնչություն եմ ունենում, ասենք հիմնականում մեր գործերի մասով այդքան շատ չենք քննարկում, բայց ձեզ նաև նշեմ, որ տեղեկացված եմ եղել, որ հայրս նախատեսում է բացել շինարարական կազմակերպություն ու մասնակցել համայնքի մրցույթներին, բայց թե որ մրցույթներին այդ արդեն տնօրենն է որոշում այդ գործընթացները արդեն։ Ասատրյանը պնդում է, մրցույթները բաց են եղել, անցկացվել են էլեկտրոնային համակարգով եւ ինքը որևէ ազդեցություն չի ունեցել հաղթողի ընտրության վրա։ Նրա խոսքով, մրցույթի ավարտից առաջ մասնակիցների եւ նրանց առաջարկած գների մասին տեղեկությունը հասանելի չի լինում։ Մհեր Ասատրյանը նաեւ ընդգծում է, իր պաշտոնը չպետք է սահմանափակի հոր օրենքով թույլատրված բիզնեսի գործունեությունը։ Ես իմ հոր գործունեությամբ կաշկանդված չեմ ու նմանապես հայրս էլ իմ գործունեությամբ կաշկանդված չէ, եթե ես այսօր Արենի համայնքապետարան որպես առաջ տեղակալ եմ աշխատում, դա չի նշանակում, որ հայրս որևիցե ուրիշ գործունեությամբ չի կարող զբաղվել։ Համայնքապետն էլ ասում է, եթե երբևէ պարզվի, որ առաջին տեղակալը որևէ կերպ ներգրաված է եղել գնումների գործընթացում, պատրաստ է համապատասխան քայլերի։